Շարժվենք առաջ։ Մենք հասանք ձվարաններին։ Ձվարանները դա գեղձեր են։ Իրենք հորմոնակախյալ եւ հորմոնալ ակտիվ գեղձեր են եւ հենց այստեղ տեղի ունենում մի շատ կարեւոր process։ Ի սկզբանե իրենք պարունակում են անդրալ ֆոլիկուլների հստակ մի քանակ եւ ամեն ամիս հորմոնների ազդեցության տակ տեղի ունենում դոմինանտ ֆոլիկուլի առաջացում եւ աճ։ Եվ իհարկե ձվազատում։ Ավուլյացիայի հետևանքով, այսինքն ֆոլիկուլը բացվում է եւ ձվաբջիջը կարողանում է դուրս գալ եւ շարժվում է արգանդի փողի միջոցով դեպի արգանդի խոռոչ։ Կամ տեղի ունենում բեղմնավորում, այսինքն կինը հղանում է, եթե ոչ, ապա որոշ ժամանակ անց սկսում է դաշտանային ցկտել։ Մի շատ կարևոր մեջբերում։ Ձվարանները ամրանում են արգանդի մարմնին եւ փոքր կոնքի պատին կապանների միջոցով։ Ինչու՞մ է այստեղ կարևորությունը, ձվարանները ֆիքսված չեն, այսինքն իրանք հստակ ֆիքսած դիրք չունեն։ Իրանք կարող են շարժվել, իհարկե որոշ սահմանափակում ունեն, ոչ անսահման, սակայն շարժունակ են։ Հետևաբար ձվարանները սոնոգրաֆիկ տեսանկյունից մենք կարող ենք դիտարկել եւ անպայման այդ փաստը նկատի ենք ունենում։ Ես հետո կանդրադառնամ որոշ պաթոլոգիաներին ու դուք կհամոզվեք, թե ինչքան կարևոր է իմանալ դա։ Ինչպես նաեւ երկրորդ շատ կարևոր փաստը, ձվարանները սիմետրիկ չեն։ Այսինքն միշտ բոլոր կանանց մոտ, բոլոր աղջիկների մոտ մի ձվարանը լինում է մի քիչ ավելի չափսերով մեծ, քան մյուս ձվարանը։ Աճը, ձախը դա հարաբերական է։ Հիմնականում լինում է աճ էլի անատոմիկ որոշ առանձնահատկություններից ելնելով։ Այնպես որ վախենալ, որ սոնոգրաֆիկ մի ձվարանը մեծ է, մեկը փոքր, դա աբսուրդ է։ Նաև մի փոքր առաջ դուք լսեցիք արդեն, որ տեղի ունեն դոմինանտ ֆոլիկուլի աճ, ձվազատում եւ այլն, այսինքն ձվարանում անընդհատ կատարվում է process։ Հետևաբար, եթե դոմինանտ ֆոլիկուլ ունենք, ձվարանը լինելու է մի քիչ ավելի մեծ։ Այնպես որ այդ բոլոր հարցերը դուք չեք մեկնաբանում ինքնուրույն եւ լսում են քվացառապես նեղ մասնագետների։ Ձվարաններում կարող են զարգանալ շատ տարբեր պաթոլոգիկ process-ներ։ Հիմնականում դա կիստաներն են կամ կիստոմաները, ստրուկտուրային փոփոխությունները, ֆունկցիոնալ երևույթները, ինչպես նաեւ հենց ֆոլիկուլար ապարատի հետ կապված որոշ փոփոխություններ, կապսուլայի հետ կապված ձվարանի փոփոխություններ։ Այդ ամենը մենք կարող ենք տեսնել, ախտորոշել, կատարելով ներհեշտության ինտրաձայնային հետազոտությունը։ Եվ իհարկե շատ մեծ ինֆորմացիա է տալիս զրույցը պացիենտի հետ խորհրդատվության ընթացքում, երբ որ խոսում ենք, ինչ գանգատներ է ունենում, այդտեղ ձվարանները, դա չենք դիտարկում որպես առանձին գեղձ, այն համի ամբողջական համակարգի դիմացն է։ Այսպես զրույցը տալիս է շատ մեծ ինֆորմացիա, որ ուղղությամբ մտածի բժիշկը։